Ամենակարող Աստծու խոսքերի ընթերցումներ, Աստծու հայտնվելը և գործը։ Փրկագնության դարաշրջանի գործի իրական պատմությունը։ Իմ տնօրինման ամբողջ ծրագիրը, 6000 տարվա ծրագիրը, ընդգրկում է 3 փուլ կամ 3 դարաշրջան. օրենքի սկզբնական դարաշրջան, շնորհքի դարաշրջան և վերջին օրերի թագավորության դարաշրջան։ Իմ գործի բովանդակությունը տարբերվում է այս 3 դարաշրջաններում, բայց յուրաքանչյուր փուլում այն կատարվում է մարդու կարիքներին համապատասխան։ Ավելի ճիշտ, սատանայի դեմ իմ մղած պատերազմի ընթացքում նրա գործադրած նենգ հնարքներին համապատասխան։ Նպատակն է հաղթել սատանային, ցույց տալ իմ իմաստությունն ու ամենակարողությունը, մերկացնել սատանայի բոլոր նենգությունները և այդպիսով փրկել սատանայի իշխանության տակ ապրող ողջ մարդկային ցեղը։ Սա արվում է, որպեսզի հայտնի դառնան իմ իմաստությունն ու ամենակարողությունը և բացահայտվի սատանայի անտանելի գարշելիությունը, առավել ևս, որպեսզի արարածները կարողանան զանազանել բարին ու չարը, իմանան, որ ես եմ ամեն ինչի իշխանը, հստակ տեսնեն, որ սատանան մարդկության թշնամին է, ապականվածն ու չարը, և հնարավորություն ունենան լիակատար հստակությամբ զանազանելու բարին ու չարը, ճշմարտությունն ու թյուրըմբռնումը, սրբությունն ու պղծությունը, վսեմն ու ստորը։ Սա նրա համար է, որպեսզի տգետ մարդկությունը հնարավորություն ստանա վկայելու ինձ համար առ այն, որ ես չեմ, որ ապականում է մարդկությանը, և որ միայն ես Արարիչս եմ, որ փրկում եմ մարդկությանը և մարդկանց շնորհում այն բաները, որ նրանք կարող են վայելել։ Սա պետք է թույլ տա նրանց իմանան, որ ես բոլոր բաների իշխանն եմ, իսկ սատանան լոկ մի արարած է, որին ես ստեղծեցի և որը հետագայում դավաճանեց ինձ։ Իմ 6000-ամյա տնօրինման ծրագիրը բաժանված է 3 փուլի, և ես այսպես եմ գործում, հասնելու այն արդյունքին, որ արարածները հնարավորություն ունենան վկայելու ինձ համար, հասկանան իմ մտադրությունները և իմանան, որ ես ճշմարտությունն եմ։ Այսպիսով, իմ 6000-ամյա տնօրինման ծրագրի սկզբնական գործի ընթացքում ես կատարեցի օրենքի գործը, որը ժողովրդին առաջնորդող Եհովայի գործն էր։ Երկրորդ փուլի ընթացքում ես Հրեաստանի գյուղերում մեկնարկեցի շնորհքի դարաշրջանի սկզբնական գործը։ Հիսուսը ներկայացնում է շնորհքի դարաշրջանի ողջ գործը։ Նա մսեղի դարձավ և գանվեց խաչին։ Եվ նա նաև սկսեց շնորհքի դարաշրջանը։ Նա եկավ խաչվելու և փրկագնման գործն ավարտին հասցնելու, և նա եկավ օրենքի դարաշրջանն ավարտելու և շնորհքի դարաշրջանը սկսելու համար։ Ուստի նա կոչվեց Գերագույն Հրամանատար, Մեղքի զոհ և Փրկագնող։ Հետևաբար, Հիսուսի գործի բովանդակությունը նույնը չէ, ինչ Եհովայի գործը, բայց սկզբունքը նույնն է։ Եհովան սկսեց օրենքի դարաշրջանը հաստատելով հիմքը, Աստծու գործի սկզբնակետը երկրի վրա և արձակելով օրենքներն ու պատվիրանները։ Այս 2 գործերն էին, որ նա կատարեց,
և դրանք ներկայացնում են օրենքի դարաշրջանը։ Շնորհքի դարաշրջանում Հիսուսի գործն օրենքներ սահմանելը չէր, այլ դրանք լրացնելը, այդպիսով ազդարարելով շնորհքի դարաշրջանը և ավարտին հասցնելով օրենքի դարաշրջանը, որը տևել էր 2000 տարի։ Նա ռահվիրա էր, որ եկավ սկսելու շնորհքի դարաշրջանը, սակայն նրա գործի հիմնական մասը փրկագնումն էր։ Եվ այսպես, նրա գործը նույնպես բաժանված էր երկու մասի՝ նոր դարաշրջանը սկսելը և փրկագնման գործն ավարտելն իր խաչելության միջոցով, որից հետո նա հեռացավ։ Եվ այսուհետ օրենքի դարաշրջանն ավարտվեց և շնորհքի դարաշրջանը սկսվեց։ Հիսուսի գործն այդ դարաշրջանի մարդու կարիքներին համապատասխան էր։ Նրա գործն էր փրկագնել մարդկությանը և ներել նրանց մեղքերը, հետևաբար, նրա ողջ բնույթը միավորում էր խոնարհությունը, համբերությունը, սերը, բարեպաշտությունը, հանդուրժողականությունը, ողորմածությունը և գթասրտությունը։ Նա մարդկությանը բերեց առաջ շնորհ և օրհնություններ, ինչպես նաև իբրև վայելք տվեց այն ամենը, ինչ մարդիկ կվայելեին։ Այն, ինչ մարդիկ վայելում էին, ամբողջությամբ խաղաղություն էր և երջանկություն, իր հանդուրժողականությունն ու սերը, ինչպես նաև իր ողորմածությունն ու գթասրտությունն էին։ Այն ամենի առատությունը, ինչը վայելելու հասանելիությունն այդ պահին ունեին մարդիկ, խաղաղության և անվտանգության զգացումը սրտերում, հանգստության զգացումը հոգում և իրենց ապավինումը Հիսուս Փրկչին, պայմանավորված էր այն դարաշրջանով, որում նրանք ապրում էին։ Շնորհքի դարաշրջանում մարդն արդեն ապականվել էր սատանայի կողմից, ուստի ողջ մարդկության փրկագնման գործը կատարելու համար անհրաժեշտ էր առատ շնորհ, անսահման համբերություն և հանդուրժողականություն, նույնիսկ ավելին՝ զոհաբերություն, որ բավարար կլիներ մարդկության մեղքերի քավության համար, որպեսզի արդյունքի հասնեին։ Այն, ինչ մարդկությունը տեսավ շնորհքի դարաշրջանում, պարզապես իմ, մարդկության մեղքերի քավության զոհաբերությունն էր Հիսուսը։ Նրանք միայն գիտեին, որ Աստված կարող է ողորմած և համբերատար լինել, և նրանք միայն տեսնում էին Հիսուսի ողորմածությունն ու գթասրտությունը։ Այս ամենի պատճառը միմիայն այն էր, որ նրանք ծնվել էին շնորհքի դարաշրջանում։ Եվ այսպես, նախքան փրկագնվելը, նրանց անհրաժեշտ էր վայելել այն առատ շնորհքը, որը Հիսուսը պարգևեց նրանց։ Միայն այդ կերպ նրանք կարող էին շահել, ինչը թույլ կտար, որ նրանց մեղքերը ներվեն շնորհքի վայելքի միջոցով և հնարավորություն կընձեռեր, որ նրանց մեղքերը քավվեն Հիսուսի զսպվածության և համբերատարության վայելքի միջոցով։ Միայն Հիսուսի զսպվածության և համբերատարության միջոցով նրանք արժանի դարձան ներում ստանալու և Հիսուսի պարգևած շնորհքի առատությունը վայելելու։ Ինչպես Հիսուսն ասաց. «Ես եկա ոչ թե արդարներին, այլ մեղավորներին փրկագնելու, որպեսզի մեղավորներն իրենց մեղքերի թողություն ստանան»։ Եթե Հիսուսը Մսեղի դառնալուց հետո բնույթով լիներ դատող, նզովող և մարդկային վիրավորանքների նկատմամբ անհանդուրժող, ապա մարդը երբեք հնարավորություն չէր ունենա փրկագնվելու և կմնար հավերժ մեղավոր։ Եթե այսպես լիներ, 6000-ամյա տնօրինման ծրագիրը
կդադարեր օրենքի դարաշրջանում և օրենքի դարաշրջանը կերկարաձգվեր մինչև 6000 տարի։ Մարդու մեղքերը միայն ավելի կշատանային ու ավելի ծանր կդառնային, և մարդկության արարումն ապարդյուն կլիներ։ Մարդիկ կկարողանային ծառայել Եհովային միայն օրենքի ներքո, բայց նրանց մեղքերը կգերազանցեին առաջին մարդ արարածների մեղքերը։ Որքան շատ Հիսուսը սիրեց մարդկությանը, ներեց նրանց մեղքերը և նրանց բավարար ողորմածություն ու գթասրտություն ցուցաբերեց, այնքան ավելի շատ մարդկությունն արժանի դարձավ փրկվելու Հիսուսի կողմից, և այսպիսով նրանք կոչվեցին կորած գառներ, որոնց Հիսուսը մեծ գնով էր հետ գնել։ Սատանան չէր կարող միջամտել այս գործին, որովհետև Հիսուսն իր հետևորդներին վերաբերվում էր այնպես, ինչպես սիրող մայրը իր կրծքի տակ պահած մանկանը։ Նա չէր բարկանում նրանց վրա և չէր ատում նրանց, այլ լի էր մխիթարությամբ։ Նա երբեք մեծագույն ցասում չարտահայտեց նրանց մեջ, այլ համբերատար էր նրանց մեղքերի հանդեպ և աչք էր փակում նրանց հիմարության և անգիտության վրա այն աստիճանի, որ ասում էր. «Ներեցեք ուրիշներին 70 անգամ 7 անգամ»։ Այսպես էր, որ նրա սիրտը շարժում և հեղափոխում էր ուրիշների սրտերը, և միայն այս կերպ մարդիկ նրա համբերատարության միջոցով ստանում էին իրենց մեղքերի թողությունը։ Թեպետ Հիսուսը իր մարմնացման մեջ ամբողջովին զուրկ էր մսեղավոր զգացմունքներից, նա միշտ մխիթարում էր իր աշակերտներին, ապահովում էր նրանց, օգնում և աջակցում նրանց։ Նա այնքան շատ աշխատանք էր կատարում, այնքան տառապանք էր կրում և երբեք չափազանց մեծ պահանջներ չէր ներկայացնում մարդկանց, այլ միշտ համբերատար և հանդուրժող էր նրանց մեղքերի նկատմամբ, այնպես որ շնորհքի դարաշրջանի մարդիկ նրան սիրով անվանում էին «Սիրելի փրկիչ Հիսուս»։ Այդ ժամանակի մարդկանց համար բոլոր մարդկանց համար այն, ինչ Հիսուսն ուներ և էր, գթասրտությունն ու ողորմածությունն էր։ Նա երբեք չէր հիշում մարդկանց հանցանքները և նրանց հանդեպ նրա վերաբերմունքը երբեք նրանց հանցանքներով պայմանավորված չէր։ Քանի որ դա այլ դարաշրջան էր, նա հաճախ մարդկանց առատ կերակուր էր պարգևում, որպեսզի նրանք կշտանային։ Նա բոլոր մարդկանց, որ հետևում էին իրեն, վերաբերվում էր շնորհով, բժշկելով հիվանդներին, քշելով դևերին և հարություն տալով մեռելներին, որպեսզի մարդիկ հավատան նրան և տեսնեն, որ այն ամենը, ինչ նա անում էր, կատարվում էր անկեղծորեն և ճշմարտապես։ Նա այնքան հեռու գնաց, որ հարություն տվեց արդեն փտող Միդիակի, ցույց տալով նրանց, որ նրա ձեռքերում նույնիսկ մեռելները կարող են վերակենդանանալ։ Նա միշտ լուռ համբերում էր և նրանց մեջ կատարում իր փրկագնման գործն այս կերպ։ Սա նշանակում է խաչին գանվելուց առաջ Հիսուսն արդեն իր վրա էր վերցրել մարդկության մեղքերը և դարձել էր մեղքի զոհ մարդկության համար։ Մինչև խաչվելը նա բացել էր խաչի ճանապարհը, որպեսզի փրկագնի մարդկությանը։ Վերջապես նա գանվեց խաչին, հանուն խաչի զոհաբերելով իրեն և իր ամբողջ ողորմածությունը, գթասրտությունը և սրբությունը պարգևեց մարդկությանը։ Մարդկության հանդեպ նա միշտ հանդուրժող էր, երբեք վրեժխնդիր չէր լինում,
ներում էր նրանց մեղքերը, հորդորում էր ապաշխարել և սովորեցնում էր ունենալ համբերություն, հանդուրժողականություն և սեր, հետևել իր հետքերին և զոհաբերել իրենց հանուն խաչի։ Նրա սերը եղբայրների և քույրերի հանդեպ ավելի մեծ էր, քան նրա սերը Մարիամի հանդեպ։ Այն գործը, որ նա կատարում էր, հիմնված էր այն սկզբունքի վրա, որ բժշկի հիվանդներին և քշի դևերին, և այս ամենը իր փրկագնության համար։ Անկախ նրանից, թե ուր էր գնում, բոլոր նրանց, ովքեր հետևում էին նրան, վերաբերվում էր շնորհով։ Նա աղքատներին հարուստ էր դարձնում, անդամալույձներին քայլել էր տալիս, կույրերին տեսնել և խուլերին լսել։ Նա նույնիսկ հրավիրում էր ամենացածր, ունեզուրկ մարդկանց, մեղավորներին, նստել իր հետ նույն սեղանի շուրջը, երբեք չքամահրելով նրանց, այլ միշտ համբերատար լինելով նրանց հանդեպ։ Նա նույնիսկ ասում էր. «Եթե հովիվը 100 ոչխարից մեկը կորցնի, ապա 99 կթողնի և կգնա փնտրելու կորած ոչխարին, և երբ այն գտնի, մեծապես կուրախանա»։ Նա սիրում էր իր հետևորդներին, ինչպես մաքին սիրում է իր գառներին։ Չնայած նրանք հիմար ու անգետ էին և մեղավորներ նրա աչքում, ավելին, հասարակության ամենանվաստ անդամներն էին, նա այս մեղավորներին, մարդկանց, որոնց ուրիշներն արհամարհում էին, համարում էր իր աչքի լույսը։ Քանի որ նա նայում էր նրանց բարեհաճությամբ, նա զոհաբերեց իր կյանքը հանուն նրանց, ինչպես գառը զոհաբերվում էր զոհասեղանի վրա։ Նա նրանց մեջ շրջում էր այնպես, կարծես նրանց ծառան լիներ, թույլ տալով, որ նրանք օգտագործեն և մորթեն իրեն, անվերապահորեն հնազանդվելով նրանց։ Իր հետևորդների համար նա սիրելի փրկիչ Հիսուսն էր, բայց փարիսեցիների հանդեպ, որոնք բարձր ամբիոնից քարոզ էին կարդում մարդկանց գլխին, նա ցույց չէր տալիս ողորմություն և գթասրտություն, այլ զզվանք և հակակրանք։ Նա փարիսեցիների մեջ շատ գործ չարեց, միայն երբեմն խրատում և հանդիմանում էր նրանց։ Նա չէր անում փրկագնման գործը նրանց միջավայրում և ոչ էլ հրաշքներ էր գործում ու նշաններ անում։ Նա իր ամբողջ ողորմությունն ու գթասրտությունը շնորհեց իր հետևորդներին, այս մեղավորների համար մինչև վերջ համբերելով, մինչև այն պահը, երբ խաչին գանվեց ու կրեց ամեն տեսակ նվաստացում, մինչև լիովին փրկագնեց ամբողջ մարդկությանը։ Սա էր նրա գործի հանրագումարը։ Առանց Հիսուսի փրկագնման մարդկությունը հավերժ կապրեր մեղքի մեջ ու կդառնար մեղքի սերունդ, դևերի հետնորդ։ Այսպես շարունակելով, ամբողջ աշխարհը կդառնար այն երկիրը, որտեղ Սատանան է բնակվում, կդառնար նրա բնակավայրը։ Սակայն փրկագնման գործը պահանջում էր մարդկության նկատմամբ ողորմություն ու գթասրտություն ցուցաբերել։ Միայն այդ ձևով մարդկությունը կարող էր ներում ստանալ և վերջապես արժանանալ ավարտուն դարձվելու և Աստծու կողմից լիովին ձեռք բերվելու։ Առանց գործի այս փուլի 6000-ամյա տնօրինման ծրագիրը չէր կարողանա առաջընթաց ապրել։ Եթե Հիսուսը խաչված չլիներ, միայն բժշկեր հիվանդներին ու դևերին քշեր, ապա մարդիկ չէին կարող լիովին ներում ստանալ իրենց մեղքերից։ Այն 3.5 տարվա ընթացքում, որ Հիսուսը ներդրեց երկրի վրա իր աշխատանքը կատարելու մեջ, նա ավարտեց իր փրկագնության գործի կեսը միայն,
այնուհետև խաչին գանվելով և Մեղսալի Մսեղիի նմանությունն ընդունելով, չարի ձեռքն անցնելով, նա ավարտեց խաչելության գործն ու տնօրինեց մարդկության ճակատագիրը։ Միայն սատանայի ձեռքը հանձնվելուց հետո նա փրկագնեց մարդկությանը։ 33.5 տարի Հիսուսը տառապեց երկրի վրա, ենթարկվելով ծաղրի ու զրպարտության, լինելով լքված այն աստիճանի, որ նույնիսկ տեղ չուներ գլուխը դնելու, հանգստանալու տեղ չուներ, իսկ հետո նա խաչվեց։ Նրա ամբողջ էությունը, սուրբ և անմեղ մարմինը գանվեց խաչին։ Նա կրեց ամեն տեսակ տառապանք։ Իշխանություն ունեցողները ծաղրում ու մտրակում էին նրան, իսկ զինվորները նույնիսկ թքում էին նրա երեսին։ Սակայն նա լուռ էր մնում և համբերում մինչև վերջ, անվերապահորեն հնազանդվելով մինչև իսկ մահը, որի արդյունքում նա փրկագնեց ամբողջ մարդկությանը։ Միայն այդժամ նա սկսեց վայելել հանգիստը։ Հիսուսի կատարած գործը ներկայացնում է միայն շնորհքի դարաշրջանը։ Այն չի ներկայացնում օրենքի դարաշրջանն ու չի փոխարինում վերջին օրերի գործին։ Սա է Հիսուսի գործի էությունը շնորհքի դարաշրջանում, երկրորդ դարաշրջանում, որի միջով անցել է մարդկությունը, փրկագնության դարաշրջանը։